Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Նացականյանին, գեներալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին եւ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին դատապարտել է ցմահ ազատազրկման։ Իսկ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին եւ Բակո Սահակյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Սիրելի հայրենակիցներ, ինչ որ խորհրդանշական բան կա։ Այսինքն 3 Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանը ստանում է խաղաղության մրցանակը, հա, Ալիևն էլ է ստանում խաղաղության մրցանակը, բայց այ տեսեք տեղի ունենում մի բան, որ հաջորդ իսկ օրը մարդիկ դատապարտվում են ցմահ ազատազրկման, 20 տարվա ազատազրկման, եւ այդ դային մարդիկ են, ովքեր ԵԱՀԿ Մինսկի խմբի, այսինքն միջազգային հանրության կողմից ճանաչված են եղել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ որպես լեգիտիմ բանակցային սուբյեկտներ, ում գնացել հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, երկար տարիներ, ասենք, ինչ որ տարիների ընթացքում Արկադի Ղուկասյանին, ինչ որ տարիների ընթացքում Բակո Սահակյանին, ինչ որ տարիների ընթացքում Արայիկ Հարությունյանին, եւ ճանաչել են, որ այս մարդիկ ունեն կոնֆլիկտ, հակամարտություն, այս մարդիկ ներկայացնում են 100 հազարավոր մարդկանց, լեգիտիմ ընտրված, եւ այս մարդկանց հետ կարա պետք է նստել խոսել, բանակցել, գտնել լուծումներ։ Հիմա Ադրբեջանը դրա համար այս մարդկանց դատում է։ Այստեղ հարց է առաջանում, որ լավ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը արդյոք չպիտի լիներ, որ միջազգային հանրության հետ աշխատանք տարվեր, որ այս մարդիկ էլ ի սկզբանե դուրս դրվեին այս դատական process-ից, որովհետեւ այն ինչի համար այս մարդիկ դատվում են, ժողովուրդ ջան, դատվում են մեր երկրի Հայաստանի Հանրապետության 35 տարվա ապրած կյանքի համար, որովհետեւ 35 տարվա ընթացքում բոլորս գնացել ենք բանակ, հարկ ենք վճարել, մեկը բանակում ծառայելով, մեկը հարկ վճարելով, ամենքս մի ձևի եղել ենք մասնակիցը Արցախյան շարժման եւ Արցախի հայկականության, Հայաստանի Հանրապետության, մեր ինքնության, մեր ինքնության պաշտպանության, մեր իրավունքների պաշտպանության, բոլորս դրա մեջ մասնակցել ենք։ Հիմա այս բոլորիս մասնակցության համար մենք կապ չունի սիրում ենք Բակո Սահակյանին, չենք սիրում Բակո Սահակյանին, սիրում ենք Արկադի Ղուկասյանին, չենք, կապ չունի, դա ընդհանրապես հիմա դա չենք քննարկում։ Լավ մարդիկ են, դա չենք քննարկում, այլ բոլորս ենք այս սրա մասը։ Այսինքն մեզ հիմա այսօր բոլորիս են դատել 20 տարի եւ ցմահ ազատազրկման։ Ես հույս ունեմ, որ ապագայում նրանք ներում պետք է ստանան եւ ազատ արձակվեն եւ գան Հայաստան, բայց սա մի հատ ակնհայտ արձանագրում է, որ այս խաղաղությունը, այս որ ասում են խաղաղությունը բերել ենք բանման, սա ուղղակի լոլո է։ Հայաստանի Հանրապետության վերջին 35 տարվա ապրած կյանքը դատել են։ Տարածեք։